Եթե իրավապահ համակարգում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին տեղեկություններ փոխանցող անձանց անուններն ու նրանց դեմ ապացույցները չներկայացվեն, ապա համակարգում զանգվածային ազատումներ են լինելու, Factor TV-ի հարցինի պատասխան այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկություններ փոխանցած իրավապահներին անվանել է իրավապահ համակարգի խլուրդներ, նաև հավելել իրավապահ համակարգի առջև արդեն դրել է այդ անձանց բացահայտելու խնդիրը։ Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսն ու եպիսկոպոսները օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին ներկա չեն լինելու, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նիստին կմասնակցեն միայն պաշտպանները։ Ըստ մեղադրանքի ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, ինչը որակվել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Լեհաստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակվի որոշումը հաստատվել է կառավարության նիստում, նշանակումը պայմանավորված է հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում դրանց ընդլայնման անհրաժեշտությամբ։ Ռազմական կցորդը պարտականությունների կատարմանը կանցնի հունվարի 1-ից։ Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1%, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Ավելի վաղ էլ նա ասել էր, թե Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի քրիտիկական ցնցումների, քանի որ առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը ցածր է։ Ռուսական զորքերն օգոստոսի լույս 27-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Օդեսայի մարզին։ Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով ռուսական ուժերը նպատակաուղղված հարվածներ են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բորիսպելում հրդեհվել են Ռոզետկա եւ Ֆոզի ընկերություններին պատկանող պահեստները, Կրիվոյ-Ռոգում ռուսական հարվածի հետևանքով 3 մարդ է տուժել։ Սումիում 66-ամյա կին է զոհվել, եւս 4 մարդ վիրավորվել։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մոսկվայում ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեդքլիֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հատուկ ծառայությունների իրավասության շրջանակում գտնվող հարցեր։ Նա նշել է, որ հանդիպման մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Կրեմլի խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ Ջոն Ռեդքլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում չի հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինին։